Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք առաջ Աչակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո տեղի ունեցավ արտահերթ ընտրություններ, որին ՔՊ-ն չմասնակցեց, բոյկոտեց։ Ինչպես կորակեք այդ քայլը։ ՔՊ-ի քայլը նախ շատ կանխատեսելի էր, որ այդպես են անելու, որովհետև արդեն նախքան նիստը տեղի ունենալը այժմյան մարզպետ Արգիշտի Մեխակյանը իր հարցազրույցում արդեն իսկ հայտարարել էր, որ իրենք ունեն այսպես ասած նախորոք գծված պլան, ըստ որի պետք է վաղար շաբաթ համայնքում հերթական անգամ տեղի ունենա խոշորացում, այսինքն Խոյ համայնքը պետք է միանա վաղար շաբաթ համայնքին իր 17 գյուղերով, այսինքն իրենց այդ չգալու քայլը շատ սպասելի էր։ Տարօրինակ կլիներ օրինակ ինձ համար, եթե իրենց մեջ գտնվեին մարդիկ, ովքեր որ չգնային Փաշինյանական կամակատարությանը, այլ իրենց ստացած քվեին համարժեք գային եւ թեկուզ դեմ քվեարկեին ինչ որ տեխնացուի։ Բայց իրենք մի կողմ դրեցին քաղաքացիների իրենց տված պատասխանատվությունը եւ վարվեցին ընդամենը մի մարդու կմահաճույքով, ով ցանկանում է այս համայնքների խոշորացման շնորհիվ լուծել Էջմիածնում ԿՊԱ-ական քաղաքապետի վերարտադրումը, որը անգամ Արգիշտիի դեպքում շատ բարդ է լինելու իրանց համար։ Արգիշտին թվում է թե այդ կերպարն է Փաշինյանի համար, բայց այդ կերպարը իրականում եղել է շատ տարիներ առաջ։ Դրանից հետո շատ բան է փոխվել թե Արգիշտի կյանքում, թե քաղաքացիների կյանքում, թե քաղաքացիների հայացքում առ Արգիշտի Մեխակյան։ Այդ կերպար ասելով ի՞նչ նկատի ունեք։ Այդ կերպար ուրեմն Արգիշտի Մեխակյանին նախ ընդունում են որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ 2018 թվականի ընտրությունների ժամանակ, երբ դեռ Արցախը հանձնված չէր, բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել էին պատերազմին, եկան կանգնեցին Արգիշտի Մեխակյանի կողքը եւ նրան սատարեցին որպես Մեխակ Մեխակյանի որդի, բայց պատերազմից հետո պատկերը այլ է։ Արգիշտի Մեխակյանը ինքը չկանգնեց իր հոր անցած ճանապարհի հետքերով, այսինքն Փաշինյանը հանձնեց Արցախը, հանձնեց Մեխակավանը, որը իր հոր անունով էր կոչվել, եւ ինքը շարունակեց մնալ եւ աշխատել Փաշինյանի համար։ Հիմա եթե դեռ մարդիկ կգտնվեն, ովքեր որ կասեն Արգիշտի Մեխակյանը իր հոր զավակն է եւ շարունակում է քայլեր անել ի նպաստ իր հոր անցած ճանապարհի, ես հիմա իրենց մի հարց ունեմ տալու։ Արգիշտի Մեխակյանը կանգնած է մի քաղաքական առաջնորդի կողքին, ով անում է ամեն ինչ, որ անգամ Արցախ բառը ջնջվի հայոց պատմության մեջից։ Հիմա ես եմ իմ տեսակով ավելի շատ բան անում, որ Արգիշտի Մեխակյանի հոր արյունով եւ մնացած ազատամարտիկների հոր անունով գրաված հողերը շատ բան չեմ ասում, որպեսզի պոռոտախոսություն չլինի, գոնե այս պահին հնարավոր լինի հիշել այդ ամենի մասին, բարձրաձայնել միջազգային հարթակներում այդ ամենի մասին, թե Արգիշտի Մեխակյանն է անում, կանգնելով մի մարդու կողքին, ով հանձնում է այդ ամեն ինչը, հանձնում է ոչ միայն դե ֆակտո տարածքը, այլ նաև հանձնում է մեր պատմությունը, որպեսզի ոչ մեկ չհիշի դրա մասին։ Այդ է խնդիրը, որ Արգիշտի Մեխակյանին այլևս պետք չէ նայել այդ տեսանկյունից, որովհետև ինքը արեց շատ մեծ սխալ, ինքը մնաց Նիկոլ Փաշինյանի կողքին անգամ պատերազմից հետո։ Իսկ Խոյ եւ վաղար շաբաթ համայնքի բնակիչների կարծիք այդ մասով ինչպիսին են խոշորացման հետ կապված, կողմ են, դեմ են, ինչ տրամադրություններ են։ Տեսեք, նախ Էջմիածնի մասով, Էջմիածինը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ցանկանում էին դարձնել մարզ կենտրոն որպես, բայց այն ժամանակ այդ խոսակցությունները այդպես էլ մնացին խոսակցությունների մակարդակի, ինչի համար, որովհետև մարզ կենտրոն դառնալով եկեղեցու դերը փոքր ինչ, այսպես ասած, կխաթարվեր, չեմ ուզում ասեմ կնվազեր, բայց կխաթարվեր։ Դրա համար հրաժարվեցին այդ միտքից, հետո ցանկանում էին դրանից հետո արդեն խոսակցություններ էին պտտվում, որ ցանկանում էին Էջմիածնին տալ հատուկ կարգավիճակ, որ ինքը այդպես էլ մնա որպես
սուրբ քաղաքը, այսպես ասեմ, էլի։ Հետո դրանից հետո Փաշինյանը եկավ եւ 2021 թվականի խոշորացման ժամանակ ընդամենը 2 գյուղ միացրեց Էջմիածնին եւ դա այդպես ասած ընդհանուր խնդիր չտվեց։ Բայց հիմա գյուղերը միացնելով նախ ինքը Էջմիածնի անունը ամբողջ աշխարհում մղում է երկրորդ պլան, այսինքն ինքը դառնում է խոշորացված ինչ որ մի հերթական համայնք, որը ունենք Հայաստանի տարբեր մարզերում։ Այսպես թե այնպես, նույն Խոյ համայնքում ընդգրկված գյուղացիներին, երբ որ հարց ես տալի, ասում ես դու որտեղից ես, իրենք պատասխանում են Էջմիածնից են։ Մենք չենք նայում իրենց որպես, չգիտեմ, գյուղացու, իրենք բոլորը մենք մի քաղաքացի ենք, տարբերություն չկա, բայց տեխնիկական առումով արդեն գյուղացու խնդիրները բերել լցնել քաղաքապետարանում, դա բարդացնելու է առաջին հերթին գյուղացու կյանքը, այսինքն կլինի մի փաստաթուղթ, որը գյուղացին կկարողանա լուծել իր տեղի գյուղապետարանում 1-2 օրվա մեջ, քաղաքապետարանում ինքը կանգնելու է հերթի, որը կարող է ձգվել արդեն 10 եւ ավելի օրեր։ Դրանով պայմանավորված կա դժգոհություն գյուղացիների մոտ, որ ինչի եք մեզ մեր հողից ջրից կտրում, մեր առօրյա գործերից կտրում, մեր ժամանակը մի հատ էլ բարդացնելով մենք պետք է տրամադրենք քաղաքապետարանում հերթեր կանգնելով։ Այս երկու հանգամանքով պայմանավորված է մարդկանց դժգոհությունը եւ քաղաքում նույնիսկ ցանկանում էին խմբեր էին ձևավորվել, որոնք ցանկանում էին ինչ որ ակցիաներ անել, որով դեմ կգնան այդ խոշորացմանը, բայց ինչպես անցնող 7 տարիներն են ցույց տալիս, եթե Փաշինյանը մի բան ցանկանում է, նա շատ կներեք իհարկե, թքած ունի օրենքի վրա էլ, մնացածի կարծիքների վրա էլ, եթե իրեն հարմար է այդպես, ուրեմն հարմար է։ Եթե հիմա Արմավիրի մարզում օրինակ Դավիթ Խուդացյանը խոսք է տվել Փաշինյանին, որ կկարողանա Արգիշտի Մեխակյանից սարքել վաղան շաբաթ խոշորացված համայնքի ղեկավար, ուրեմն ինքը իր միտքը դրել է, անելու է եւ չնայած դժգոհությունները շատ են, միևնույն է իրենք գնալու են, ես վստահ եմ, որ իրենք արդեն հայտարարեցին, որ գնալու են այդ ճանապարհով։ Իսկ ինչ խնդիր են լուծում Արգիշտի Մեխակյանին որպես ղեկավար նշանակելով։ Միակ խնդիրը դա ՔՊ-ի վերարտադրումն է քաղաքում։ Ուրիշ խնդիր չունեն իրանք ընդհանրապես։ Տեսեք, Դիանա Գասպարյանի հրաժարականից առաջ արդեն իսկ խոսակցություններ էին պտտվում, որ նրա հրաժարականը շատ մոտ է եւ ՔՊ-ականները դուռ առ դուռ ընկած փորձում էին գտնել ասենց փողոցի լեզվով ասեմ, մի կարգին տղա, ով կներկայացնի ՔՊ-ին, ով իր կողքը կունենա ընկերներ, շրջապատ, ովքեր որ կկարողանան արդեն գալիք տարվա ազգային ժողովի ընտրություններին, որը սարերի հետևում չէ, ՔՊ-ի համար ձայներ ապահովել։ Բայց ոչ մեկ չմտավ այդ մահախոսականի տակ, որովհետև մարդիկ հասկանում են, որ ՔՊ-ին մնացել է լավագույն դեպքում 1 տարվա կյանք։ Բոլոր համայնքներում հերթով պարտվելով գալիս են, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը պլենդուզից էլ ներքև է, արդեն նույնիսկ են իր չասեմ զոմբիները, սենց ասած, էլ իրան չեն հավատում այնքան, ինչքան հավատում էին տարիներ առաջ։ Հիմա ինքը չկարողանալով ոչ մեկին գտնել, որոշեցին, որ պետք է Արգիշտի Մեխակյանից մարզպետից սարքել համայնքի ղեկավար։ Արգիշտի Մեխակյանը իմ հաշվարկով արդեն մոտ 7 պաշտոն է փոխել 2018-ից մինչև հիմա, ես վստահ եմ, որ իրան հարց ուղեն, ինքը չի կարող հերթականությունը թվել, թե որ պաշտոնից որն է գնացել, հետո որն է գնալու, առավել եւս հիմա եթե ինքը ասենք, չգիտեմ, հրաշք լինի տենց բեն Նիկոլի ասած ուժերը հատուկ իրան օգնեն, ես իմ ինչ անեն ու ինքը դառնա վերջում համայնքի ղեկավար, ինքը մի ամիս կմնա այնտեղ, 10 օր թե մի տարի։ Որտեւ ցանկացած դեպքում ես չեմ հիշում ԿՊԱ-ական մեկ այլ պաշտոնյայի, ով այսքան արագ պաշտոնից պաշտոն է փոխելու։ Հիմա նույն իր կողքը կանգնած մարդիկ կան, ովքեր որ ասում են այս ընտրությունները մենք չենք անում Փաշինյանի համար, մենք անում ենք մեր ընկերոջ համար։ Հիմա
լավ առիթ է ես իրենց բոլորին այս հարցը հղեմ մի անգամ։ Իսկ դուք վստահ եք, որ ձեր ընկերոջը Փաշինյանը, ասենք, պայմանական ընտրվելուց 10 օր հետո չի որոշի տանի մի ուրիշ տեղ։ Այդ ժամանակ ինչ է ստացվելու, ձեր արածը ձեր ընկերոջ համար էր, թե Փաշինյանի համար էր։ Իսկ այլ տեխնացուներ կան, ովքեր հայտ են ներկայացնում գալիք ընտրություններին բացի Մեխակյանը։ Տեսեք, ցավոք սրտի Էջմիածնում այդ այլ տեխնացուների հարցը մի փոքր ցենց ծիծաղելի է ինձ համար, որովհետև մարդիկ պատկերացում չունենալով ընտրական process-ների մասին, կանգնում տենց պատերի տակ անընդհատ հայտարարում են, որ այո, մենք առաջադրվելու ենք, երբ որ այդ մարդկանց հանդիպում ես, ասում ես, հարգելիս, լավ, դուք առաջադրվելու եք, խնդիր չկա։ Որ կուսակցությունով եք առաջադրվելու, իրանք զարմացած նայում են, այսինքն որ կուսակցությունով, այսինքն չեն պատկերացնում, որ այդ առաջադրվելու համար պետք է կուսակցություն, պետք է թիմ, պետք է ասենք այդ ցուցակի 30% կամ յուրաքանչյուր երրորդ համարը կին լինի, իրենք դա չեն պատկերացնում, չգիտեն դրա մասին։ Մի ժամանակ Էջմիածնում եւ ամբողջ Հայաստանում ընտրություններին մարդիկ ինքնառաջադրվում էին, այսինքն որպես քաղաքապետի տեխնացու մարդը գնում ընտրում էր, ասենք Պողոս Պողոսյանին եւ գալիս էր։ Հիմա դա ընտրական օրենսգիրքը փոխվել է, բայց մարդիկ տեղյակ չեն դրանց մասին։ Իրենք ուզում են իրանց անունը դուրս գա, չգիտեմ, մեկը մտածում է մի 200-300 ձեն կարողանա փախցնել եւ վաղը չէ միսօրը ԿՊ-ի հետ այդ իր ձեներով առևտրի կգնա, մարդիկ մտածում են վաճառականության մասին, ոչ այնքան ասենք շանսեր ունեն ինչ որ հաղթելու կամ հաղթելուն մոտ լինելու, այլ իրենք մտածում են վաղը չէ միսօրը այդ ձայներով վաճառական դառնալու մասին։ Մասնակցությունը ուրիշների այսպիսին է։ Այսինքն իրանք ավելի շատ կօգնեն, թե կխանգարեն process-ներին այդ վաճառականությամբ զբաղվող տեխնացուները։ Նման մարդիկ իրենց կյանքով մեկ են սովոր խանգարելու, օգնելու ոչինչ չկա։ Այսինքն իրանք կկարողանան 1-2 քաղաքացիների, ովքեր որ բարեկամ, ծանոթ, մոտիկ են հարգելով, ընդունելով որպես մոտիկ մարդ, ոչ քաղաքական առումով ընտրություն կանեն իրենց, բայց սա պետք է լինի շատ լուրջ քաղաքական հայտ, որովհետև ընտրությունները արդեն իսկ ասեցին, որ նոյեմբերի 16-ին է, ազգային ժողովի ընտրությունները մյուս տարի, եթե չեմ սխալվում, հունիսի 5-ին է։ Այսինքն 6 ամիս հետո լինելու է Հայաստանում ընտրություններ եւ յուրաքանչյուր մարդ գնալով ընտրության ինքը պետք է հասկանա, եթե ինքը ցանկանում է օր առաջ, ժամ առաջ ազատվել Փաշինյանից եւ իր կողքը հավաքված անձանցից, ինքը չպետք է որևէ դեպքում իր ձայնը ոչ միայն տա ԿՊ-ին, այլ նաև չպետք է տա այն ուժերին, ովքեր որ կզբաղվեն վաճառականությամբ ԿՊ-ի հետ միասին։ Դուք գործող Էջմիածին դաշինքի անդամ եք, ինչպես նաև հանդես եք գալիս ընդդիմադիր դիրքերից։ Պրոցեսներին ձեր մասնակցությունը ինչպիսին է լինելու։ Ուրեմն մենք մասնակցություն ունենալու ենք միանշանակ, արդեն իսկ տեխնացու ունենք, քաղաքում խոսում են հիմա այստեղից անուն տամ, չտամ, դրանից բան չի փոխվելու, Սևակ Խաչատրյանն է լինելու նորից մեր տեխնացուն, մենք 2021 թվականին մասնակցել ենք ընտրություններին, այն ժամանակ բավականին լավ ցուցանիշ ենք գրանցել, այս ընտրություններին մեր թիմը ավելի է մեծացել, մեր համախոհները ավելի են շատացել եւ միանշանակ մենք առաջադրելու ենք մեր տեխնացությունը եւ ԿՊ-ին այսպես ասած շանս չենք տալու քաղաքում հետագայում ինչ-որ process-ների մասնակից լինելու։ Մարդիկ այս ընտրություններով ցույց են տալու, թե ԿՊ-ն ինչ չափով տեղ ունի Էջմիածնում։ Ես այս անցնող օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ, ես սա չեմ ասում իմ բերանով, ես սա ասում եմ քաղաքացիների բերանով։ Բոլորը միահամուռ ասում են, որ մենք ցույց ենք տալու, որ ԿՊ-ն Էջմիածնում այլևս անելիք չունի։ Իսկ ինչպիսին է ձեր նշած քաղաքացիների կարծիքը Մեխակյանի մասին։ Տեսեք, շանսեր ունեն, այսպես ասենք։ Նորից պետք է վերադառնամ այն սկզբնական թեմային, որ որոշ մարդիկ նայում են իրեն որպես Մեխակ Մեխակյանի որդի։ Որոշ մարդիկ իրեն նայում են որպես գյուղի տղա, այսպես ասած, որովհետև գյուղում այդ հարգանքը, պատիվը մեկը մյուսի հանդեպ մնացել է։ Բայց այստեղ Արգիշտի Մեխակյանը իր համար եւս մի խնդիր է առաջադրել, որի մասին ես տեղեկացա օրեր առաջ
գյուղացիները բողոքում են, որ Արգիշտի Մեխակյանը մարզպետ նշանակվելուց առաջ գյուղացիների հետ անընդհատ շփման մեջ էր, ցանկացած հարցի փորձում էր անձամբ ինքը լուծում տար, տեղյակ լիներ, հասկանար ինչ է կատարվում, հարցը լուծվեց, վերջացավ, թե ինչ որ փուլում մնացել է։ Բայց հիմա գյուղացիները ասում են մարզպետ դառնալուց հետո այդ իմ նկարագրած տղային այլևս իրենք չեն տեսնում, չգիտեն ինչ ա եղել այդ տղայի հետ, որտեղ է հիմա, կամ մի ուրիշ Արգիշտի Մեխակյան, ով անցնում է գյուղի մեջով եւ օրինակ տեսնելով գյուղացիներին այնտեղ տարեց մարդկանց, գյուղերում այդպես է, եթե չկանգնեցիր, իրանց չբարևեցիր, դա անարգանքի նշան է այդ մարդկանց հանդեպ, էլի, չես կարող չանես, հա որովհետեւ մեկը մյուսին ճանաչում է, մանավանդ դու լինելով այդ գյուղի տղա մարզպետ, դա չեմ վախենա ասեմ, դու պարտավոր ես դա անել, էլի, դա հարգանք է, որ հետո էլ քեզ հարգեն ի պատասխան։ Ինքը այդ ամեն ինչից հետ է կանգնել, չգիտեմ, չի արել, դրա համար հիմա նույնը ստանում է ինքը ի պատասխան, այսինքն գյուղ է գյուղ, դուռն է դուռ ընկած, փորձում է համախոհներ գտնել, որպեսզի համոզի տանի ՔՊ-ի համար, այսպես ասած, ձայները ապահովելու, բայց մարդիկ դրամադրված են շատ վատ դրան։ Ինչի եմ ասում վատ, որովհետև երբ որ ինչ որ մեկի անունը կապում են ՔՊ-ի հետ, այդ մարդիկ շատ արագ կապի են դուրս գալի մեր հետ եւ ասում են եկեք ձեզ տենանք, տղեկ։ Ձեր աչքերի մեջ նայելով մենք ասենք, որ այդ մարդկանց հետ կապ չունենք։ Չգիտենք որտեղից է սկիզբը սկսել, դե նման խոսակցությունները սովորաբար սկիզբը երբեք չես կարողանում գտնել։ Ասում են, չգիտենք խոսակցությունները որտեղից է սկսվել, բայց մեր ականջին էլ է հասել։ Մենք ուզում ենք ձեզ անձամբ ասենք, որ հանկարծ ու հանկարծ մեր անունը ՔՊ-ի հետ չկապեն ոչ մեկ։ Իմացեք, որ մենք այդ մարդկանցից հեռու ենք եւ հեռու էլ մնալու ենք։ Երեք Մայրաթորը նշում էր կաթողիկոս Սուրբ Էջմիածնի տոնը։ Դուք ձեր Facebook-յան էջում մեղադրել էիք Մեխակյանին, որ չի այցելել Մայրաթոր, չի մասնակցել Սուրբ Պատարագին։ Սա ինչի հետ է կապում։ Սա փաշինյանական դիրքորոշումն է եւ նրա արշավն է եկեղեցու դեմ։ Հիմա Արգիշտի Մեխակյանը մարզպետն էր եւ առնվազն պարտավոր էր ներկա գտնվել այնտեղ։ Լավ, ասենք համայնքի ղեկավար չունենք, վաղ շաբաթը այս պահին ԺՊ-ի կարգավիճակ ունի ղեկավարը, որից սպասելիքներ ոչ ոք չունի։ Լավ, դու Արգիշտի Մեխակյան հայտ ես ներկայացնում, որպեսզի դառնաս համայնքի ղեկավար եւ ես չեմ ցանկանա մյուս մարզերի մարդկանց հավատքի չափի հետ համեմատություն տանել, բայց Էջմիածնում այդ եկեղեցուն նվիրվածությունը մի փոքր այլ է։ Մարդիկ չեն կարողանա նայել մեկի կողմ, ով եկեղեցու պայքարի մի մասնիկն է։ Իսկ Արգիշտի Մեխակյանը երեկվա իր լռությամբ ամբողջ օրը ես ուշադիր սպասում եմ, ասում եմ, լավ, այստեղ են վերջի վերջո գոնե մի փոքր, չեմ ասում խոսեր վեհափառի մասին, նրա կոչի մասին, որի դեմ պայքարում է Փաշինյանը, այլ ընդհանուր եկեղեցու մասին, անընդհատ սպասում էի, որ մի փոքր շնորհավորական ուղերձ կլիներ դա, մի, չգիտեմ, ինչ որ մի բան կաներ, հա, բայց փոխարենը մեկ օր առաջ շատ գեղեցիկ կերպով, ես չեմ ուզում նվազեցնել բուժաշխատողների դերը իհարկե, բայց ինքը շնորհավորեց բուժաշխատողների դերը, բայց լռեց եկեղեցու օրվա հետ կապված։ Եթե ինքը մտածում է, որ դա մարդիկ մոռանալու են, ես հիմա ուզում եմ իրան եւս մեկ անգամ խոստանամ, որ ես այնպես կանեմ, որ դա մարդիկ միշտ հիշեն ու ոչ միայն ընտրությունների հետ կապված, այլ ընտրություններից հետո էլ։ Չի կարելի ասենք վերաբերվել մարդկանց այդպես, ինչա թե քո քաղաքական ղեկավարը խնդիրներ ունի վեհափառի հետ։ Քո քաղաքական ղեկավարն էլ է պարտվելու այդ իր առաջ քաշած միկրոմենամարտերում, որովհետև եկեղեցու դեմ դարեր շարունակ Փաշինյանից շատ ավելի ուժեղ տղերք են եղել, էլի, որ փորձել են պայքարել, բայց անգամ նրանց ոչինչ չի հաջողվել, էլ ուր մնաց Նիկոլին ինչ-որ մի բան հաջողվի անել։ Մեր վերջին հարց որպես եկեղեցու դեմ արշավի այս կոնտեքստում ձերբակալվեց հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։ Միայն նրա համար, որ աջակցություն էր հայտնել եկեղեցուն։ Դուք ինչպես եք գնահատում այդ իրադարձությունները եւ առհասարակ արշավը եկեղեցու դեմ Հայաստանում։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դա փաշինյանական վախերի արտահայտումն էր։ Նախ նա ազգային անվտանգության ծառայության պետին
ազատեց պաշտոնից, որովհետև Աբազյանը հրաժարվել էր Սամվել Կարապետյանին այսպես ասֆալտ պարկասնելու շոու իրականացնել։ Փաշինյանը ԱԱԾ պետի պաշտոնը վերջի 7 տարիներին սարքել է ունիվերմագի տնօրենի պաշտոն, այսինքն մարդը որտես գալի նստում ինչ-որ թուղթ է ստորագրում, ինքը մարդկանց ընդունում է այդ պաշտոնին, ամբողջ երկրի ինֆորմացիան հանձնում է իրանց ձեռը եւ ինչ-որ մի չեղած հարցի շուրջ վեճի մեջ ինքը ազատում է այդ մարդուն աշխատանքից։ Դա առաջի կետը, երկրորդ կետը։ Վերջի վերջո Սամվել Կարապետյանի ձերբակալելուն նա կարողացավ հասնել եւ դատավորնել իր սրտի դատավորներից մեկը, ինչպես ինքն էր Facebook-ում գրել, հեսա ես կմիջամտեմ, միջամտելուց հետո կալանք տվեց Սամվել Կարապետյանին մի բանի համար, որը, չգիտեմ, նույն բանը խոսել եմ ես բազմաթիվ անգամ, գրել եմ եւ գրածներս չեմ հեռացրել, այն ամենը, ինչ որ ասել էր Սամվել Կարապետյանը, բացի ինձանից դրա մասին խոսել են բազմաթիվ Facebook-յան օգտատերեր, բազմաթիվ մարդիկ, ովքեր որ հանրային հնչեղություն ունի իրենց խոսքը։ Այդ մարդիկ անընդհատ կրկնել են դա, եւ ես հիմա էլ, եթե բառացի տակ տեքստը ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, ես պատրաստ եմ դա ուղիղ եթերով կրկնելու շատ հանգիստ, որովհետեւ Սամվել Կարապետյանի ասած խոսքի մեջ ոչ մի վատ բան չկա։ Հակառակը յուրաքանչյուր իրեն քրիստոնյա համարող հայ առաքելական եկեղեցու հետևորդ համարող մարդ պարտավոր է դա կրկնի։ Դա պարտադրանք է բոլորիս համար։ Առավել եւս Սամվել Կարապետյանի նման անձը, երբ որ մտնում ես Էջմիածին արդեն եկեղեցու տարած, ասենց աչ ու ձախ որ կողմ նայում ես, Սամվել Կարապետյանը իր խոշոր շատ մեծ ներդրումը ունի այդ ամենի կառուցման մեջ։ Բայց մարդը իր ամբողջ միջոցներով, իր ամբողջ կարողություններով եկեղեցու համար ինչ հնարավոր է անի եւ ինչ որ չեմ վախենում ասել, թափթփուկների կույտ փորձի դուրս գա եկեղեցու դեմ ու ինքը պետքա լռի, ոչ, միանշանակ ոչ։ Եվ Սամվել Կարապետյանը ես վստահ եմ այն խոսքերը, որոնք ինքը փոխանցում է այս 2-3 արդեն անգամ փոխանցել է կալանավայրից իր խոսքերը, ես վստահ եմ, որ ինքը անելու է այդ ամեն ինչը եւ Փաշինյանը չի մարսելու սա։ Դուրս գաս երկու ուժեղ մարդկանց դեմ, ովքեր որ հայտ անգամ չեն ներկայացել, խոսքս Վեհափառի եւ Սամվել Կարապետյանի մասին է, այդ երկու անձինք երբեք հայտ չեն ներկայացրել քեզ աթոռից հեռացնելու Նիկոլ, բայց դու այդ մարդկանց սարքեցիր քո համար մի հատ մեծ թշնամի, դու չեղած տեղից քո համար խնդրեմ սարքեցիր, Սամվել Կարապետյանը ինչքան պետքա կնստի վստահ եմ ու դրանից ինքը չի ընկճվելու, բայց իրա նստած օրերը անգամ աշխատում են ի վնաս Փաշինյանի։ Սամվել Կարապետյանը նստած բանտում օր-օրի ավելի է ուժեղանում։ Եվ ինչքան երկար մնաց այնտեղ, այնքան ավելի ուժեղ արդեն քաղաքական որպես հակառակորդ դուրս է գալու այնտեղից։ Շնորհակալ ենք։